անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն, Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ, ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն, օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում, բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ, հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Գիտեք, որ մենք հյուրընկալել էինք գագաթնաժողովը, այսինքն մենք հյուրընկալ կողմ էինք։ Եվրոպայի խորհրդարանի նախագահը Ռոբերտա Մեցոլան հնարավորություն ունեցավ արձագանքելու, անդրադառնալու հայտարարությանը, եւ եթե կարիք տեսնեինք, այդ պահին արձագանք կլիներ, կամ հետագայում եթե կարիք ունենանք, կարձագանքենք, բայց արձագանքը խորհրդարանի նախագահի կողմից եղավ այն էր, որ խորհրդարանի այլակարգությունը նորմալ է եւ որ կոնսենսուսային է որոշումներն ընդունվում, այնպես որ դրան ավելացնելու էս պահին Հակոբյան, երբ որ վարչապետը անարձագանք է թողնում, պնդում է, թե այնտեղ սեպարատիստներ են գործել։ Սա արդյոք չի նշանակում, որ համաձայնում է Ալիևի հետ։ Գիտեք, մենք անընդհատ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, այսպես բուլինգի ենթարկելով Հայաստանի Հանրապետությանը, թե արձագանք է կամ ժամանակին էլ հիշում եք, որ ոչ վաղ անցյալում բարբերաբար կրակոցներ կային ադրբեջանական կողմից, էլի բուլինգի էր ենթարկվում Հայաստանի Հանրապետությունը, թե արձագանքեք, նույն կերպ գործեք, բայց մենք մշտապես հայտարարում ենք, որ մենք ունենք նպատակ եւ օրակարգ եւ մենք մեր օրակարգով առաջ ենք շարժվում եւ ոչ ոք չի ասել, որ այս ընթացքը հեշտ է լինելու եւ հենց դրա համար էլ երևի անհրաժեշտություն կա ունենալու պայմանագրեր եւ հավելյալ երաշխիքներ։ Երբ որ չենք արձագանքում, չի նշանակում, որ համաձայնում է Հայաստանի իշխանությունը Ալիևի ասածների հետ։ Երբ որ կրակոցներ կային եւ մենք պատասխան չենք կրակում, նշանակում է մենք համաձայն ենք այդ կրակոցի հետ։ Ուղղակի մենք ворթեգրել ենք խաղաղության օրակարգը եւ այս օրակարգով առաջ ենք շարժվում եւ ոչ ոք չի ասում, որ այդ ընթացքում չեն լինելու խոչընդոտներ, հայտարարություններ, գործողություններ եւ այլն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ուղուց շեղվենք, բայց Ադրբեջանն էլ է, չէ՞, խաղաղության օրակարգի մի մաս։ Եվ Տիկին Հակոբյան, այո, բայց էլի եմ ասում, ոչ ոք չի ասել, որ հեշտ է լինելու։ Եկեք ընդունենք, ընկալենք, որ մենք ավելի շատ ենք ուզում խաղաղություն։ Եկեք այդպես ընդունենք։ Եվ փորձը տարիները այս ընթացքում ամիսները ցույց են տվել, որ երբ որ մենք մեր ուղուց չենք շեղվում, անկախ նրանից ինչ է հնչում Ադրբեջանի կողմից, ինչ է հնչում երրորդ երկրի կողմից, ինչ է հնչում ներքին ընդդիմության կողմից, սա ի շահ Հայաստանի Հանրապետության է լինում ի վերջո։ Դուք կարծում եք, որ արձագանքը այդ պահին կարող է վնասել խաղաղության գործընթացին։ Ես չեմ ուզում մեկնաբանել հիմա վարչապետի գործողությունները։ Ես ասացի, որ մենք հյուրընկալող երկիր ենք եւ Եվրոպայի խորհրդարանի նախագահը հնարավորություն ունեցել է որպես պատասխանող կողմ դրան արձագանքելու եւ եկեք հիմք ընդունենք խորհրդարանի նախագահի մեկնաբանությունը։ Տիկին Հակոբյան, այդ խաղաղության գործընթացի վերաբերյալ Ալիևը իր ելույթում նշեց, որ չնայած բոլոր այն մարդկանց ջանքերի, ովքեր փորձում են խաթարել գործընթացը, ում նկատիներից ես Թե ես պետք է Ալիևի հայտարարությունների մեկնաբանեմ։ Ովքեր են յուրաքանչյուրը կարող է իր մեկնաբանությունն ունենալ եւ ես չեմ ուզում հիմա ենթադրություններ անել, թե Ալիևը ում է նկատի ունեցել։ Ըստ էս բայց կան այդպիսիք, ովքեր որ փորձում են Ես էլ իմ խոսքում, եթե ֆիքսեցիք, ասացի, որ որքան էլ Ադրբեջանի կողմից կլինի, երրորդ երկրի, երրորդ կողմից կլինի, թե մեր ներքին ընդդիմության կողմից կլինի այդ խոչընդոտների հարուցումը, մենք այդ խոչընդոտներից չենք ընկրկում եւ մեր ուղուց չենք շեղվում, որովհետեւ սա ցույց է տվել, որ մենք նման գործողություններով միայն ի նպաստ Հայաստանի ենք որոշումներ ընդունում եւ գնում ենք դեպի այդ ուղղությամբ, որովհետեւ այսօր մենք ունենք Ադրբեջանի հետ երկկողմ օրակարգեր, դրանք դելիմիտացիային դեմարկացիային են ուղղված, խաղաղության համաձայնագրին են ուղղված եւ ենթակառուցվածքների ապաշրջապատման Բայց երբ որ հայկական եկեղեցիները քանդում են դա, այսինքն խաղաղության մասին է։
Դա եւս մի խնդրահարույց, ախր տեսեք, օրինակ երբեմն դուք sense բարձրախոսները մեկնում եք ու ասում եք, այ որ Ադրբեջանը այսինչ հայտարարությունն արեց, այսինչ գործողությունը, սա ձեզ աջակցելու, ձեր ընտրվելու համար գործողություն է։ Արդյոք երբ որ եկեղեցի է քանդվում, սա նրա համար է, որ մենք չընտրվենք։ Ախր բանա ամբողջությամբ հիմա մեր ներքաղաքական կյանք է մխրճված Ադրբեջանը եւ Ալիևը, եւ սա նաեւ լավ բանի մասին չի խոսում։ Սա նշանակում է, որ հերովից կարելի է կառավարել Հայաստանի Հանրապետությունը, որտեղ նրա բոլոր գործողությունները կախված են մեր ներքին հարցերի հետ։ Ինչու՞ չէ, վարչապետը դրան արձագանքել է, կան պատմամշակութային ժառանգություն, կա նորակառույց եկեղեցի, ամեն դեպքում որևէ արժեք ներկայացնող որևէ քանդում ինչ-որ բանի դա հաճելի տեսարաններից չէ եւ վատ է, բայց սրանից արկախել մեր խաղաղությունը եւ մեր սերունդների կյանքը սա էլ ճիշտ չէ։ Տիկին Հակոբյան, Ալիևը ասում է ռազմական հանցագործներ են եւ դատվել են հենց դրա համար։ Հիմա դուք ինչ կասեք, ինչի համար են իրենք Բաքվի բանտում։ Մենք բոլոր գերիների, ռազմագերիների պահվող բոլոր անձանց համար ի սկզբանե պայքարել ենք, որ նրանք վերադառնան Հայաստանի Հանրապետություն, որովհետև գտել ենք, որ դա է ճիշտը։ Եվ այս ընթացքում մենք գիտեք, որ բավականին հաջողություններ ունեցել ենք, սակայն դեռևս շարունակում են Բաքվում մնալ մեր հայրենակիցները թվով 19 եւ բնական է, որ մեր ջանքերը նրանց վերադարձնելու շարունակվում են եւ շարունակվելու են եւ սա է մեր օրակարգը։ Ինչու համար են այնտեղ, ինչի համար է։ Դե հիմա ես դրան պատասխանեմ։ Եթե նայենք Բաքվի կողմից յուրաքանչյուրին մի հոդվածով է, սակայն մենք գտնում ենք, որ մեր հայրենակիցները պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Ըստ ձեզ նրանք եւ անում ենք ամեն ինչ։ են եղել Տիկին Հակոբյան։ Ես նման բան չասեցի եւ ես չեմ ուզում որակավորում անել։ Նրանք մեր հայրենակիցներն են եւ գտնում ենք, որ նրանք պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Տիկին Հակոբյան, տեսեք, եթե Ադրբեջանը տարբեր ձևերով օրինակ Ստեփանակերտի մարտաճարի քանդման մասին հաստատվեց լուրը, այսօր էլ նաեւ լուրեր տարածվեցին համացանցում, որ հայոց հուշակոթող կա այնտեղ Լեռնային Ղարաբաղում դրա քանդման մասին լուրեր են շրջանառվում, սա արդյոք չի սպառնում խաղաղության օրակարգին, Հայաստանը ինչպես է արձանագրում սա։ Եթե նման դեպքերով արկախենք մեր հարաբերությունների կարգավորումը, ձեր պնդումները եւ տեսլականը ճիշտ դուրս կգա, այսինքն կխաթարվի, կվտանգվի խաղաղության օրակարգը։ Ես բայց առաջարկում եմ մենք կենտրոնանանք Հայաստանի Հանրապետության վրա, դուք գիտեք, որ օրինակ Հայաստանի Հանրապետության ցեղասպանության մեր հուշահամալիրը, թանգարանը վերակառուցվում, ռեստավրացիայի են ենթարկվում, վերականգնվում, ինչը որ համարում էին, որ քանդվում է, չէ, հիշում եք, չէ, որ լացում էին, դոշ էին ծեծում որոշ անհատներ։ Մենք կենտրոնացանք մեր հանրապետության վրա, նույն եկեղեցիների մասին խոսենք, բավականին արժեք ներկայացնող, օրինակ, Կիրանցի եկեղեցին, օրինակ, վերականգնվեց եւ դրա համար գումար հատկացվեց պետբյուջեից, վարչապետի որոշմամբ եւ մենք օրերս ներկա եղանք վերահսկողությանը եկեղեցում։ Այսինքն մենք գտնում ենք, որ մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի Հանրապետության վրա։ Հիմա շատ ազդեցիկ միջոցառում է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ամբողջ աշխարհի ուշադրությունը մեր հանրապետության վրա է եւ Եվրոպայի սիրտն է դարձել Երևանը, սակայն ձեր արդեն քանի րոպե ձեր բոլոր հարցերը Ալիևն է առանցքում։ Ես ելի եմ ուզում կրկնել, որ այո, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները երևի այս փուլում ամենակարևորներից են եւ պետք է կենտրոնանալ մեր, ինչպես ասացի, համատեղ օրակարգի վրա։ Դա է դելիմիտացիա, դեմարկացիա, կոմունիկացիաների ապաշրջափակում եւ խաղաղության օրակարգ։ Տեսեք, եթե դուք ասում եք, որ օրինակ Հայաստանի վրա են կենտրոնանում, աշխարհի տարբեր երկրներում կա հայկական մշակութային ժառանգություն։ Եթե ինչ-որ մի օր X երկրի ներկայացուցիչները փորձեն քանդել օրինակ ինչ-որ մի երկրում, ոչ Ադրբեջանի կամ Թուրքիայի, հայկական եկեղեցի, այս դեպքում էլի Հայաստանը պիտի լռի։ Ժողովուրդ, վարչապետն էլ հնարավորություն ունեցել է ձեր բոլոր լրատվամիջոցներին այս հարցը պարզաբանել։ Հիմա նորից հարցնում եք, որ ես նորից նույն բանն ասեմ, կա պատմամշակութային ժառանգություն եւ կան կառույցներ նոր կառուցված, սրանք
պատկերացրեք տարբեր արժեքներ են։ Պատմամշակութային ժառանգությունը մի քիչ այլ կարգավորում ունի։ Բայց այնտեղ 18-րդ, 19-րդ դարի բաներ են խմբել Հակոբյանը։ Ցավալի է եւ այնպես չէ, որ այս ընթացքում նման դեպքերը չեն արժանացել որևէ գնահատականի կամ համապատասխան միջազգային մարմիններում չի բարձրացանվել խնդիրը։ Դա խաղաղություն գնացող պետության ծրագիր է։ Խաղաղություն գնացող պետության ծրագիր է, օրինակ խաղաղության երկխոսությունը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ ուրեմն բանակցություններն ու խոսակցությունը եւ մասնակի ապաշրջափակումը։ 3 ողջ օրը գագաթնաժողովին զուգահեռ բողոքի ակցիաներ էին իրականացվում, օրինակ մի դեպքում ասում է ուզում ենք ցույց տալ ԵՄ պետությունների ղեկավարներին, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այսպես ասած միայն լավ կողմը ցույց տալ, չեն տեսնում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, խոսքի ազատության սահմանափոխում, այն ինչպես կմեկնաբանեք այդ Միջազգային կառույցները, Եվրոպայի խորհրդարանը, բոլոր կառույցները եւ բոլոր երկրներն առանձին վերցրած տեղյակ են թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է կատարվում եւ տեղյակ են եղել նաեւ թե ինչ է կատարվել եւ կան բազմաթիվ հենց բանաձևեր ուղղված հենց քաղբանտարկյալների արկայությանը Հայաստանի Հանրապետությունում օրինակ 2008 թվականին, հա, այսինքն նման կառույցները դիտարկում են պետությունները եւ տալիս են եզրակացություն եւ դիտարկումներում միայն իշխանության ուրեմն կարծիքը հաշվի չեն առնում, նաև ընդդիմության կարծիքն են հաշվի առնում եւ դուք չեք գտնի որևէ զեկույց կամ փաստաթուղթ, որտեղ կա օրինակ քաղբանտարկյալների մասին արկայություն։ Ինչ վերաբերում է մեր տեղական ուրեմն խոսակցություններին, բոլոր այն մարդիկ որոնք պարզապես քաղաքականությամբ են զբաղվում եւ որևէ գործով են անցնում, նրանք բնավ քաղբանտարկյալ չեն, հա? Այսինքն պետք է գնահատել մարդկանց արարքը, ոչ թե այն, որ եթե քաղաքականությամբ է զբաղվում եւ որևէ գործով է անցնում, ապա նա անպայման քաղբանտարկյալ է։ Նրա հայացքների բերումով հետապնդումն է քաղբանտարկյալ համարվում, ոչ թե միայն այն, որ օրինակ գոյություն ունի, օրինակ Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ, եւ ուզում եք ասեք, որ նա քաղբանտարկյալ է, կամ մնացած մարդիկ, որոնց անուններն այս օրերին հպարտորեն բարձրաձայնում են, կամ որևէ մի ուրեմն հայոյախոս բլոգեր, որը հանդգնում է բոլոր սահմաններն անցնել, եւ նա համարվում է քաղբանտարկյալ, հա? Բայց 3 նաև ակցիայի մասնակիցներ։ Բայց մի բան էլ շեշտեմ, բայց նորմալ է եւ տարածքեր նաև հատկացվել, մարդիկ կարողանում էին խաղաղ իրենց խոսքը բարձրաձայնել եւ սա եւս խոսում է ժողովրդավարության Բայց խոչընդոտ եղավ եւ չթողեցին քաղաքապետարանի մոտից քայլերթով շարժվել դեպի հաղթանակի կամուրջ, որպեսզի այնտեղ պետությունների ղեկավարներին կարողանան ասել, թե իրենց խոսքով ինչ է կատարվում Հայաստանում, դա ժողովրդավարություն է։ Եթե նկատել եք 50 երկրներից 500 անձ է այժմ պատվիրակությունների կազմում Հայաստանում եւ նման բարձրաստիճան պաշտոնյաների, դրանք երկրի ղեկավարներ են, նման բարձրաստիճան պաշտոնյաների երթևեկը կազմակերպելու համար, անխոչնդոտ ուրեմն երթևեկը կազմակերպելու համար նաեւ որոշակի սահմանափակումներ էր դրված անգամ, հա, չգիտեմ, դպրոցում, այսօր որոշ դպրոցներում կենտրոնում դասապրոցեսները on-line են տեղի ունենալու, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել, պատշաճ կազմակերպել, սա նորմալ ուրեմն գործելավոճ է տարբեր երկրներում, ժողովրդաբար երկրներում մենք չունենք այն հնարավորությունները եւ որ ազատ եւ երթևեկը լինի եւ նման պաշտոնյաները հնարավորություն ունենան նաեւ անվտանգ երթևեկելու, այնպես որ սա այդ հարցը լուծելուց ելներով է, որ որոշակի սահմանափակումներ են եղել եւ ոչ միայն նրանց համար, այլև բոլորի համար։ Տիկին Հակոբյան, խոսեցիք միջոցառման միջազգային ռեզոնանսների մասին, ստահար տեղյակ եք, որ դաշնակցի երկրում Ռուսաստանի դաշնությունը բավականին բուռն են արձագանքում մեր երկրում տեղի ունեցող մեկ այս միջոցառմանը եւ խանդով ու Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստատեսությամբ արդեն իսկ տեղեկատվական արշավ է սկսվել։ Կուզեի ձեր արձագանքը այս արձագանքի հետ կապված, նաև խաղաղության գործընթացին խոչընդոտողների համատեքստում արդյոք պետք է դիտարկել նաև Ռուսաստանի Դաշնության։
Մենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներից ստացած արձագանքներն ասեմ, երբ որ մենք խոսում ենք միասին, նրանց համար կարևոր է օրինակ Հայաստանի ժողովրդավարությունը, Հայաստանի անվտանգությունը եւ կայունությունը տարածաշրջանում, այնպես որ նաեւ լինելով մեր մեծ տարածաշրջանի երկիր, նրանց համար դա է կարևոր եւ ես չեմ ուզում դիտարկել, որ անգամային տնտեսական որոշ խոչընդոտները, որոնք առաջ են գալիս վերջին օրերին մեր որոշ տնտեսվարողների մոտ, սրանք բան է, տնտեսական պատերազմ է Հայաստանի դեմ, որովհետեւ ես ելնում եմ այն կանխավարկածով, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է եւ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության դեմ որևէ պատերազմ վարել, լինի տնտեսական թե այլ։ Ինչ վերաբերում է որոշ արձագանքներ, ես ճիշտ ասած շատ արձագանքներ հնարավորություն չեմ ունեցել օբյեկտիվ պատճառներով ուսումնասիրելու, որոշ բաներ է աչքովս ընկել, օրինակ, հայերեն հայկական ազգանունով, Սիմոնյան ազգանունով մի կնոջ արձագանք, որը բացարձակ հայկականության մասին չէր եւ այլ արձագանքներ դեռևս չեմ հասցրել տեսնել եւ այսքանը ես չեմ գտնում որ որևէ օրինակ նման միջոցառումը ինչպես աղաղակում է մեր ընդդիմությունը կարող է խնդիր առաջացնել նույն Ռուսաստանի Դաշնության մոտ կամ շատերը այսօր բարձրաձայնում են եւ օրինակ Իրանի Իսլամական Հանրապետության ուշադրությունն են հրավիրում դեպի Հայաստանի Հանրապետություն տեսեք այստեղ ինչ է կատարվում բայց ակնհայտ է որ մենք մշտապես ունեցել ենք փոխըմբռնում նույն մեր կարևոր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ դրա առհավատ չանել օրինակ խաղաղապահ առաքելության տեղակայումն է մեր սահմանին որի հետ կապված եւս մենք ունեցել ենք ըմբռնում Եվրամիության դիտորդներ մասնակցում այո